Այսօր պատգամս վերաբերվելու է գայթակղության մասին, stumbling block անգլերենով։ Գայթակղության մասին, որը ըստ նոր կտակարանի պետք է այսօր ընթերցեմ գլուխ 17, Ղուկաս 17։ Ներկայդրությամբ գայթակղությունը բավականին մեծ արձագանք ու մեծ թափ է առնում, կապված մեր առօրյա կյանքից, որովհետև ինչպես տեսնում ենք, ինչքան կյանքը զարգանում է, տեխնոլոգիաները ավելանում են, գայթակղությունը էլ ավելի է հզորանում։ Ու գայթակղության այդ հզորացումը նաև կախված է հասարակ, այսպես ասեմ, մի բանից, օրինակ մեր հեռախոսներից, ինչքան մեծ ինֆորմացիա են կարողանում ստանանք տարբեր մասերի աշխարհում, թե ինչ է կատարվում։ Ու անկախ դրանից այդ ամենից եզրակացություն ես դու ունենում, որ գայթակղությունը ինչքան կյանքը զարգանում է, տեխնիկան զարգանում է, այնքան էլ ավելի է մեծանալու, հզորանալու եւ կարծես խժռի իր մեջ վերցնի անգամ հավատացյալներին, որը որ բավականին շատ ծանր ու դժվար է անգամ այդ գայթակղության դեմ պայքարելը։ Գլուխ 17 Ղուկաս 17-ում առաջին հատվածում ասում է. Այն ժամանակ ասաց աշակերտներին. գայթակղությունները անպայման պիտի գան, բայց վայ նրան, ում ձեռքով կգան։ Այստեղ մենք տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոսը իր աշակերտներին արդեն գայթակղության մասին ասում է։ Եթե մենք այսպես այս հատվածը առաջի հատվածը ուշադիր ընթերցում ենք, տեսնում ենք, որ գայթակղության հենց այն մասերից մեկն է կազմում հենց Հուդայի ինքը դավաճանությունը։ Այսինքն ինքը արդեն իսկ գայթակղվելով դրամական արծաթներին դա դավաճանեց Հիսուսին։ Եվ եթե գայթակղությունը մենք ընդհանուր ինչպես տեսնում ենք, որ մեծ ազդեցություն է ունենում եւ մեծ արձագանք է ունենում մեր բոլորի նկատմամբ եւ դրա դեմը պայքարելը շատ անհրաժեշտ է հատկապես մեր հավատացյալների շրջանակում, ինչի համար, որովհետև այդ գայթակղությունը պետք է անպայման ունենա իր այնպիսի լուծումը, որպեսզի կարողանաս կանգ առնես։ Եվ այդ գայթակղության հետ կապված ես այսպիսի մի ձևակերպում եմ արել, ինչպիսի պետք է լինի հավատացյալը, որպեսզի այն չգայթակղվի։ Ընդհանուր հանել եմ հետևյալ բառերը գայթակղության հետ կապված հավատացյալների։ Հավատացյալ անձը պետք է լինի լսող, սովորող, հնազանդ եւ խոնարհ։ Եթե դու այդ բառերով կարողանում ես որպես հավատացյալ պահես քո այս բոլոր իմաստալից բառերը, դու որպես հավատացյալ անձ դժվար թե գայթակղվես։ Եթե դու խոհեմ ես, խոնարհ ես, ապա լսող ես, սովորող ես։ Եվ արդեն այստեղից կարողանում ես անես հետևություն, որ այդ խոսքը, այդ ամենը Աստծո խոսքը, նոր կտակարանը, հին կտակարանը, դու կարողանում ես սովորել եւ հետևել այդ ամեն ինչին։ Երկրորդ գլուխ 17 Ղուկաս 17-ում ասվում է. նրա համար ավելի լավ կլիներ, որ ջրաղացի քար կախվեր իր վզից եւ ծովը գցվեր, քան թե այս փոքնիկներից մեկին գայթակղեցներ։ Եթե մենք ուշադիր նայում ենք հետեւյալ հատվածը, այստեղ Հիսուս Քրիստոսը նշում է, որ փոքրիկներից մեկին։ Եթե մենք հետևություն ենք անում այդ բառի տակ, թե ինչ է նշանակում փոքրիկներից մեկին, ապա փոքրիկներից մեկը դա համեմատական կարգով հավատացյալներն են նույնպես։ Ինչի համար, որովհետև այդ փոքրիկները նկարագրությունը փոքրիկների նույնպես դա ամբից մաքրություն է արտահայտում, խոնարհություն, լսողություն, եւ դա շատ մեծ նշանակություն ունի, հա, որպես այստեղ համեմատության կարգով, որ արվում է այս փոքրիկներից մեկին գայթակղեցնել։ Այսինքն հավատացյալներին գայթակղեցնելը գրեթե անհնար կլինի, որովհետև իրանց պայծառության, իրանց մտքի պարզության ու ամբիզ լինելու պատճառով նրանք ուղղակի չեն գայթակղվի, որպես համեմատական, եթե մենք անցկացնենք մեր հավատացյալ շրջանակներում։ Երրորդ
զգուշացեք ձեր անձերի համար, եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, հանդիմանիր նրան, եւ եթե ապաշխարի, ներիր նրան։ Այստեղ արդեն գայթակղության հետ կապված էլ ավելի զգուշավորություն է պահանջում, որովհետև գայթակղությունը այնպես է, որ ցանկացած մարդ ամեն մեկս հանդիպել ենք այնպիսի դրվագների, որոնք եղել ենք գայթակղված։ Եվ ընդհանուր, գիտեք, շատ ժամանակ է եղել, որ մենք հանդիպել ենք մեր կյանքում այնպիսի մարդկանց, որոնք ուզել են լինել ասող, թելադրող, իրանց խոսքը առաջ տանող, այդպիսի մարդիկ կարելի է միանշանակ ասել, որ իրան գայթակղված են, որովհետև չեն ուզում լսել, ընդունել եւ ինչ որ ավելի ճիշտ որոշումներ կայացնել։ Եվ եթե դու փորձում ես բացատրել այն, որ դա այդպես չի կամ այսպես է, փորձում ես, քեզ բաներ կա, որ զգում ես նաև վիրավորված, բայց ընդհանուր առմամբ այդ գայթակղությունը դու պետք է այնպես անես, հատկապես եթե քո հավատացյալ եղբայրն է, որ տանես այնպիսի մի մակարդակի, այնպիսի մի իմաստության, որ կարողանաս այդ ամենը վերացնես թեկուզ եւ քո եղբոր միջից։ Այստեղ ըստ գլուխ 17-ի Ղուկաս 17-ի 4-րդ հատվածում նույնպես ասվում է. «Եվ եթե օրը 7 անգամ քո դեմ մեղանչի ու 7 անգամ դառնա եւ ասի ապաշխարում եմ, պետք է ներես նրան»։ Այս ամենը խոսքը վերաբերվում է նույնպես մեր հավատացյալ մարդկանց, ինչի համար, որովհետև դու քո կյանքում կարող ես հանդիպել շատ բազմաթիվ տարատեսակ գայթակղված մարդկանց, ուղղակի կարող ես, եթե հանդիպում ես, կարող ես ինչ-որ ուղղություն ցույց տալ նրանց, բացատրել, բայց եթե քո խոսքը չի անցնում, ուղղակի դու էլ չես կարող ինչ-որ բան բացատրել եւ դնել ճիշտ ուղու վրա։ Բայց այստեղ եթե ասվում է, որ դու պետք է ներես նրան, դա վերաբերում է նույնպես քո հավատացյալ եղբորը, քո մոտիկին, քո ընտանիքի անդամին, եւ շատ ժամանակ այստեղ հարց է գալի, իսկ ինչ պետք է անի եկեղեցին, ինչ պետք է անենք մենք, որպեսզի կարողանանք այդ գայթակղության հարցը մեր եղբոր մեջից, մեր մեջից թեկուզ եւ մեր բոլորի մեջից դուրս անենք։ Սկզբում պետք է գայթակղված անձի հետ փորձես այն ամենը քննարկես, աղոթես նրա համար եւ ինքդ քո համար, որովհետեւ շատ ժամանակ գայթակղված մարդու հետ, որ ինչ որ բաների մեջ կմտնես, վիճաբանությունների մեջ կամ տարբեր հարցերով ինչ որ իրար հետ խոսակցություններ կլինեն, լինում է այնպես, որ դու ուղղակի քո ուժերից վերալինում, դու չես կարողանում այդ հարցը բացատրել եւ քո գայթակղված ընկերոջը եղբորը ինչ որ հարցերով ճիշտ ուղղության մեջ դնես եւ կատարես այն, ինչը որ դու ուզում ես, ինչը որ ճիշտ է։ Բայց այստեղ նաեւ եթե մենք ուշադիր նայենք, եթե խոսքը վերաբերվում է նաև գայթակղված ցանկացած անձի մասին, որը որ մեզ հարազատ է, եղբայր է, բարեկամ է, մոտիկ է, նաև գոյություն ունի եկեղեցական ընտանիք։ Եկեղեցական ընտանիքը շատ կարևոր ազդեցություն կարող ունենա ցանկացած մեր մեջի ինչ որ որոշակի առումով գայթակղված մարդուն։ Մեզ այս յուրաքանչյուրս պետք է, եթե այդ հարցը չի լուծվում այդպես, պետք է նաև թեկուզև վկաների, ընկերների, ինչպես նաև մեր հովիվների օգնությամբ, տարեց հովիվների օգնությամբ նույնպես կարողանանք այդ հարցը բարձրացնել, դնել մեր ընդհանուր եկեղեցու քննարկման մեջ։ Պետք չի ինչ-որ խուսափել կամ ինչ-որ վատը զգալ, որ մեր մեջ թեկուզև ինչ-որ ընտանեկան խոսակցությունը կարա դուրս գա իր ափերից եւ գա դեպի եկեղեցի, ոչ։ Որովհետեւ դա շատ կարեւոր է, քո եղբորը հետ բերես, քո գայթակղված անձին այդ մարդուն հետ բերես եւ բերես այն դաշտ, որը որ իրականությանը ու ավելի ճշմարտությանն է համապատասխանում ու եկեղեցական է, ու հավատացյալին բնորոշ է։ Աստվածաշնչում կա այսպիսի հետաքրքիր ձևակերպում, որ եթե այդ ամենը դու փորձում ես ամեն գնով
գայթակղված մարդուն հետ բերես, եւ եթե դու անգամ քո հավատացյալ եղբորը չես կարողանում այդ ամենով հետ բերես, ապա բաց թող նրան, որովհետեւ դա համարվում է արդեն մաքսանենք եւ հեթանոս անձ։ Ուղղակի պետք է այստեղ ել ավելի մեծ գործ ունենա Աստծո ներգործությունը տվյալ անձի վրա, որը որ կարող է ել ավելի ինչ որ մի ազդեցության ուժով Աստծո օգնությամբ կարող է տվյալ մարդը այդ գայթակղությունից հետ գա, չկատարի այն գայթակղությունները, որը որ աստվածային չի։ Ես այսպիսով ընդհանուր առմամբ ուզում եմ ասեմ, որ ցանկացած բան պետք է նաև թողես Աստծո հույսին, Աստծո խոսքերից մենք հասկանում ենք, որ հետևությունից, որ Հիսուսն ասում է, որ գայթակղված մարդը պետք է Աստծո ուժը ավելի մեծ ներգործություն ունենա գայթակղված մարդու մոտ, որպեսզի որ կարողանա նրան փոխել։ Ինչպես նաև կտակարանում ասվում է, որ ավետարանում ասվում է, որ այն ամենը, ինչ դու անում ես, Տերը նույն ձևով վերաբերվում է քեզ։ Եթե մենք 4-րդ հատվածը կարդում ենք նույնպես եւս մեկ անգամ, եւ եթե օրը 7 անգամ քո դեմ մեղանչի ու 7 անգամ դառնա եւ ասի, ապաշխարում եմ, պետք է ներես նրան։ Այո, ցանկացած մարդ ունենում է տարբեր ձևի սխալներ, գայթակղություններ եւ փառք Աստծո, որ դու կարողանում ես փրկել քո եղբորը, քո հավատացյալ եղբորը ու պետք է ցանկացած հավատացյալ ներող լինի նրան։ Եվ այս պատգամս ուզում եմ ավարտեմ շատ գեղեցիկ ու ոսկե խոսքերով, այն ամենը, ինչ որ ուզում են անեն քո համար, այն դու արա ուրիշների համար։ Եթե մենք այս ձևով որպես հավատացյալներ շարժվենք, ապա աշխարհում կտիրի շատ ավելի մեծ բարիություն եւ գայթակղության շատ մեծ նվազում կլինի մեր բոլորի համար, անկախ նրանից անձը հավատացյալ է, թե ոչ հավատացյալ է։ Շնորհակալություն։